Պատերազմից հետո Արցախում դժվար է վերադառնալ երբեմնի բնականոն կյանքին, ու ինչ-որ հետաքրքիր զբաղմուն գտնելը դարձել է օրախնդրային։ Եղած գաղափարների մեջ երկար փնտրտուքներից ու վերլուծություններից հետո Անուշի մոտ միկրոկանաչիների արտադրության բիզնես գաղափարն է հասունացել։ Արտասահմանում շատ տարածված է ընդհանրապես միկրոկանաչիների միտքը, հիմնականում օգտագործում են ռեստորաններում միկրոկանաչիները։ Թեկուզ ամառվա ընթացքում, երբ որ մարդիկ գնում են հանգստանալու, ես նրանց նկարներում, Instagram-ի story բաժիններում շատ եմ տեսնում, որ ուտելիքները երբ որ նկարում են ու դնում, այնտեղ միկրոկանաչի է լինում։ Գիտեմ, որ նրանք երևի չեն գիտակցում, որ դա հենց այդ պրոդուկտն է, ուղղակի նկարում են, ինձ համար շատ հաճելի է տեսնել, որ միկրոկանաչին արտասահմանում այդպես զարգացած է։ Արցախում այն ընդհանրապես նորություն է, ես հասկանում եմ, որ մարդուն ասել, որ սա օրինակ բողոք է, շատ դժվար է մարդուն հավատալ, որովհետև բողոքը մենք արդեն պատկերացում ունենք, անսովոր է մեզ համար, օրինակ պատկերացնել, որ սա բողոքն է։ Ինչ է միկրոկանաչին, ինչպես օգտագործել, պահպանել ու խնամել այն, պատմում է ինքը արտադրողը։ Միկրոկանաչիները նույն կաղամբն են, նույն բողոքը, նույն համեմը, լրիվությամբ նույն սերմերն են, որը որ աճեցվում են հողում։ Միակ տարբերությունը այն է, որ այդ սերմերը թունախեղդված չեն, այսինքն մաքուր են, նրանց մեջ քիմիական նյութեր չկան, այդ քիմիական նյութերի շնորհիվ հողում պաշտպանվում են տարբեր առնետներից, բորբոսումներից, իսկ այս միկրոկանաչիների սերմերը այդ քիմիական պատրաստություններից չեն անցել։ Միկրոկանաչին 6-ից 10 օր կարող եք պահել, տարբերությունը նրանում է, որ 10 օր հետո մի քիչ համն է փոխվում, բայց դա ընդհանրապես խնդիր չէ, որովհետև նույնիսկ այդ համը փոխված ժամանակ էլի համով է լինում։ Խնամքի հետ կապված շատ բան պետք չէ, ովքեր որ ձեռք են բերում, ես իրենց առաջարկում եմ, որպեսզի նրանք այսպիսի հենց ինչպես ես նրանց տալիս եմ, այսպես պահեն սենյակում, կարևորը արևի տակ չլինի, որովհետև երբ որ արևի տակ է լինում, արագ չորացնում է եւ առաջարկում եմ, որպեսզի ջրեն օրը մեկ անգամ, կարծում եմ, որ դա ընդհանրապես դժվարություն չի, բայց նրանց համար, ովքեր ալարում են ջրել, ես առաջարկում եմ ուրիշ տարբերակ, կարող են կտրել ամբողջը, պահել ինչ-որ տարայի մեջ կամ թեկուզ տոպրակի մեջ, պարզապես անցքեր լինեն, որպեսզի օդ լինի եւ այդպես սառնարանում պահեն ու օգտագործեն։ Արդեն 1 տարեկան միկրոկանաչիները հասցրել են տեղ գտնել բազմաթիվ արցախցիների ուտեստներում։ Մինչև Արցախի շրջափակումը միկրոկանաչիները ճանաչելիության եւ տարածման լուրջ խնդիր ունեին։ Ոմանց համար անհասկանալի էր դիտարկել առավել եւս խոհանոցում կիրառել բողոքի, արևածաղկի, ոլորի, կաղամբի կամ այլ բանջարեղենի միկրոկանաչիները։ Մինչդեռ արտադրողի պնդմամբ միկրոկանաչիները վիտամիններով տասնապատիկ հարուստ են ավանդական բանջարեղենից։ Միկրոկանաչիները իրենց մեջ վիտամինները տասնապատիկ շատ են պահում եւ ես նույնիսկ առաջարկում եմ, որպեսզի հղիները կամ արդեն իրենց երեխաներին կերակրելիս օգտագործեն միկրոկանաչիները, մանավանդ երեխաները, ովքեր դեռ զարգացող օրգանիզմ են, աճում են եւ նրանց ավելի շատ է պետք։ Բլոկադան իհարկե ազդեցություն ունեցել է, պատվերները բնականաբար շատացել են, օրինակ առաջ մարդիկ պատվիրում էին փորձելու համար 1-2 հատ, այժմ քանի որ վիտամինների, բանջարեղենի պակաս ունենք, պատվիրում են 3-ից մինչև 7 հատ միանգամից, որպեսզի կարողանան հենց միկրոկանաչիներով ուտեստ պատրաստել, որովհետև շատ հարմար է, կարող են օրինակ մի քանի տեսակի, օրինակ սա մանանեխն է, մանանեխը, բողոքը, կաղամբը, թեկուզ կտրել իրար հետ ու 3-ով միասին աղցան պատրաստել, որը համային շատ համով կլինի։ Ամենակարևորը կիմանանք, որ այսօրվա օրինակ վիտամինների բաժինը մեր օրգանիզմը արդեն ստացել է, որովհետև վիտամինները մեզ շատ են անհրաժեշտ մարմինը ընդհանուր տոնուսում պահելու համար, նաև մեր տրամադրության վրա է ազդում, երբ որ մեր օրգանիզմում ամեն ինչ լավ է աշխատում։ Օրինակ աղցաններ պատրաստելու համար մենք կարող ենք վերցնել մի քանի տեսակի, օրինակ կաղամբը, բողոքը։ Այս հատվածում ամբողջը կաղամբի տեսակներն են, օրինակ սա կաղամբ կոլրաբին է, այստեղ կա չինական կաղամբ, միցունան, կա սովորական կարմիր կաղամբը, որը մեր խանութներում հաճախ ենք տեսնում,
Իրականում բոլորը նույն տեսքը ունեն, բայց եթե բոլորը խառնում ենք իրար եւ աղցան ենք ստանում, ապա ոչ թե մենք կանաչիներով աղցան ենք ուտում, այլ գաղամբով, բողկով, մանանեխով, այսպիսի խառը շատ հետաքրքիր վիտամինային համադրությամբ աղցան ենք ստանում։ Միկրոկանաչիների հումքը ձեռք ենք բերում տարբեր աղբյուրներից, Հայաստանից, Ռուսաստանից, պատվիրում ենք, այստեղ չկան եւ բլոկադայի շրջանակում մեզ համար իրականում խնդիր կա, չնայած դեռ ունենք պահած հումք, ունենք եւ սերմերը, եւ հումքը, ինչի մեջ աճեցվում է, բայց այս պահին ռիսկ կա, որ հնարավոր է վերջանա։ Կարծում եմ բլոկադան ավելի շուտ կավարտվի, քան մեր միկրոկանաչիների, սերմերի հումքի ընդհանրապես վերջանալը։ Այժմ, երբ մարդիկ մեկ ամսից ավելի հարկադրաբար շրջափակման մեջ են ու զրկված են օգտակար սննդատեսակներից, միկրոկանաչիները, որպես այլընտրանք, կարող են ծառայել օրգանիզմի նյութափոխանակության, ինչպես նաև համապատասխան վիտամիններով ապահովելու համար։